Բարև բարեկամներ, ԼՂ կառավարության հովանավորությամբ արցախցի երկու ակնաբույժներ այս տարվա նոյեմբերին վերապատրաստման ծրագրով Հնդկաստանի Նագպուր քաղաքում էին եւ ակնաբուժության նորություններ յուրացրեցին Մահաթմե կլինիկայում։ 2016 թվականի նոյեմբերի 7-ից մինչև նոյեմբերի 19-ը մեզ բախտ վիճակվեց ԼՂ կառավարության եւ մասնավորապես առողջապահության նախարարության աջակցությամբ Հնդկաստանի Հանրապետության Նագպուր քաղաքի Մահաթմե ակնաբուժական կլինիկայում անցնել կատարակտայի ֆակոեմուլսիֆիկացիա թեմայով պրակտիկ դասընթացներ, որը հնարավորություն տվեց մեզ յուրացնել, ընկալել եւ ճանաչել կատարակտայի վիրահատության ժամանակակից մեթոդի բոլոր ասպեկտները, ծանոթանալ վիրահատության նրբություններին, նրա բարդություններին եւ հետվիրահատական շրջանում հիվանդների վարման ընթացքին եւ ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ այս վերապատրաստման դասընթացները շատ հաջող են անցել, քանի որ մենք հասել ենք մեր նպատակին, ձեռք ենք բերել այն ամենը, ինչ պետք է Ղարաբաղում ակնաբուժության զարգացման համար, մասնավորապես ամենատարածված վիրահատությունների, կատարակտայի վիրահատությունների կատարելագործման ուղղությամբ։ Ակնաբուժության մեջ ամենատարածված հիվանդություններից է կատարակտան։ Ոսպնյակը կյանքի ընթացքում կարող է բխտորվել տարբեր պատճառներով՝ տարիքի, վնասվածքի, աչքի խոռոչի բորբոքման, ճառագայթման հետևանքով, որն էլ առաջացնում է կատարակտա հիվանդությունը։ Կատարակտի բուժման հիմնական ռադիկալ եղանակը վիրահատություն է, որը կայանում է բխտորված ոսպնյակի հեռացման եւ արհեստական ներակնային ոսպնյակի տեղադրման մեջ։ Գոյություն ունեն կատարակտայի տարբեր վիրահատման մի շարք եղանակներ, որոնցից ժամանակակիցն է ֆակոեմուլսիֆիկացիան։ Կատարակտայի ֆակոեմուլսիֆիկացիան դա ուլտրաձայնային վիրահատություն է, փոքր կտրվածքով, ոսպնյակի հեռացմամբ եւ ներակնային ոսպնյակի տեղադրմամբ։ Ներկայումս այն համարվում է ամենաանվտանգ, արագատև, հետվիրահատական նվազագույն բարդություններով ուղեկցող վիրահատություններից մեկը։ Հետվիրահատական շրջանը տևում է շատ կարճ եւ հիվանդը վարում է ակտիվ կենսակերպ առանց սահմանափակումների։ Ունենալով CEIS ֆիրմայի ֆակոեմուլսիֆիկացիայի սարքավորումը, որը նվիրել է Հանրապետական բժշկական կենտրոնի մյուս նորագույն ակնաբուժական սարքավորումների հետ մեծ բարերար Սամվել Կարապետյանը, դրդեց մտածել այն մասին, ինչու չի սկսել վիրահատել կատարակտան այդ ժամանակակից եղանակով Ստեփանակերտում, զարգացնել Ղարաբաղի ակնաբուժությունը։ Ի շնորհիվ ԼՂՀ կառավարության, մասնավորապես առողջապահության նախարարության նոյեմբերի 7-ից 19-ը այցելեցի Հնդկաստանի Նագպուր քաղաքի Վիկս Մահաթմե անվան ակնաբուժական հիվանդանոցը։ Ծրագրի համապատասխան այդ հիվանդանոցում կատարեցի վիրահատություններ անմիջապես վիրահատարանում, կիրառելով նախկինում ձեռք բերված տարիների ընթացքի փորձը եւ Սանկտ Պետերբուրգում Ֆյոդորովի անվան ակնաբուժական կենտրոնի ձեռք բերած տեսական գիտելիքները։ Ծանոթացա ակնաբուժության ասպարեզում նշանավոր մարդկանց հետ, հատկապես բժիշկ Վիկս Մահաթմեի հետ։ Ելնելով հասկանալի ժողովրդագրական պատճառներից, հիվանդացության պատկերը եւ վիրաբուժական ակտիվությունը Հնդկաստանում բարձր է։ Ուզում եմ նշել, որ ձեռք եմ բերել անգնահատելի փորձ, որը կկիրառեմ ի նպաստ Արցախի ժողովրդին։ Կատարակտա հիվանդության դեմ ժամանակակից բժշկությունն այսօր կիրառում է ֆակոեմուլսիֆիկացիոն սարք։ Սարքը մենք ունեինք մեր մեծ բարերարի շնորհիվ, բայց այն սկզբում չէր կիրառվում, հետո արդեն մասնակից սկսեց կիրառվել, այն պարզ պատճառով, որ մեր մասնագետները չէին տիրապետում սարքի նրբություններին ու առանձնահատկություններին։ Կատարակտայի վիրահատության ժամանակակից մեթոդը, որը կոչվում է կատարակտայի ֆակոեմուլսիֆիկացիա, ժողովրդի մեջ այն տարածված է որպես կատարակտայի վիրահատության լազերային մեթոդ, իրականացվում է հատուկ սարքի ֆակոեմուլսիֆիկատորի միջոցով։ Սարքը ունի բարդ կառուցվածք եւ բաղկացած է մի քանի հատվածներից, դրանք պոմպն են, որի շնորհիվ արտահայտվում է
քայքայված կամ էմուլսիֆիկացված ոսպնյակային մասաները եւ համապատասխան ուլտրաձայնային հատվածներ, որի շնորհիվ ուլտրաձայնի աշխատանքի շնորհիվ տեղի ունենում ոսպնյակի կորիզի տրոհումը։ Տրոհման արդյունքում ասպիրատոր մասով այն արտածծվում է աչքի խոռոչից եւ արդյունքում ունենում ենք առանց ոսպնյակի աչք, եթե փորձենք պատկերավոր բացատրենք, որից հետո արդեն տեղադրվում է աչքի ներսում ներակնային արհեստական ոսպնյակը եւ որն էլ ապահովում է հիվանդին հետվիրատական շրջանում բարձր տեսողությունը։ Հնդկաստանից վերադառնալուց հետո մեր ակնաբույժները սարքի բոլոր հնարավորությունները լիարժեք անպայմանորեն կկիրառեն։ Նախքան մեր վերապատրաստումը Հնդկաստանի Հանրապետությունում մենք ունեցել ենք եզակի դեպքեր օգտագործելով այս սարքը վիրահատությունների, սակայն մենք կատարել ենք այդ վիրահատությունները այժմ հասկանալով, դեպի հետ անդրադառնալով ոչ հստակ գիտելիքներով, ոչ լիարժեք գիտելիքներով, քանի որ այն օգտագործման համար անհրաժեշտ են շատ մեծ գիտելիքներ եւ շատ մեծ փորձ։ Այժմ արդեն մենք տեղյակ ենք սարքի օգտագործման բոլոր նրբություններին, առանձնահատկություններին եւ պատրաստվում ենք մոտ ապագայում սկսել վիրահատությունները հենց այս սարքով, այսինքն զարգացնել Ղարաբաղում կատարակտայի վիրահատության ֆակոէմուլսիֆիկացիոն մեթոդը։ Որն է Հնդկաստանի առողջապահության համակարգի զարգացվածության առավելությունը։ Հնդկաստանն ունենալով բնակչության մեծ խտություն, բժիշկները մասնագիտական մեծ փորձ են ձեռք բերում հենց մեծ թվով հիվանդների հետ շփումներից։ Շատերի մոտ հարց կառաջանա, թե ինչու Հնդկաստանի Հանրապետությունը, քանի որ Հնդկաստան ասելիս ասոցացվում է ցածր կենսակերպով աղքատ երկիր, սակայն սրա հետ մեկտեղ այս երկրում լավ զարգացած է ակնաբուժությունը եւ ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանից շատ առաջատար մասնագետներ վերապատրաստում են անցել հենց Հնդկաստանի այս քաղաքի այս կլինիկայում, որովհետեւ այստեղ կատարվում է բարձր որակի վիրահատություններ եւ բարձր կարգի մասնագետների անմիջապես հսկողությամբ եւ ուսուցմամբ։ Վերապատրաստումը Հնդկաստանում ունի իր հետևյալ առավելությունները, որ վիրահատությունները կատարվում են մարդկանց վրա, ուսուցումը կատարվում է մարդկանց վրա, իհարկե այս հիվանդների գրավոր թույլտվությամբ, ինչ որ առավելությունների դիմաց եւ պրոֆեսիոնալ մասնագետների, բժիշկների անմիջապես հսկողությամբ, այնպես որ հիվանդը չի տուժում այդ ամենից եւ ամբողջ ուսուցման process-ը գտնվում է պրոֆեսիոնալների անմիջապես հսկողության տակ եւ չնչին դժվարությունների կամ թերացումների ժամանակ մեծ օգնության եւ փոխարինելու են գալիս հենց այս մասնագետներին։ Այսինքն ուսուցումը կատարվում է, զուգակցում է երկու process՝ ուսուցում եւ հիվանդին բուժօգնություն։ Իհարկե այս ամենը հիվանդների համար կատարվում են անվճար։ Հնդկաստանն իրենց աչքերով տեսած մեր ակնաբույժները զարմանքով են խոսում Հնդկաստանի բուժհաստատություններում արկա ոչ բարվոք պայմանների մասին։ Կարելի է բաժանել մեր տպավորությունները երկու խմբի, կապված տեղի սոցիալ-տնտեսական վիճակի եւ առողջապահության կազմակերպման։ Ինչ վերաբերվում է սոցիալական վիճակի, ապա Հնդկաստանում ըստ մեր դիտարկումների սոցիալական մակարդակը շատ ցածր է, աղքատների եւ քաղցածների տոկոսը շատ բարձր է։ Իսկ եթե վերցնենք առողջապահությունը, ապա առողջապահությունը այս երկրում ճիշտ է գտնվում է բարձր մակարդակի, բայց սա ի շնորհիվ պրոֆեսիոնալ անձնակազմի։ Եթե փորձենք համեմատական անցկացնենք մեր երկրի, մեր հիվանդանոցի եւ Հնդկաստանի հիվանդանոցների միջեւ, ապա մեր հիվանդանոցները, մեր շենքային պայմանները եւ սարքավորումներով հագեցվածությունը անհամեմատ բարձր մակարդակի։ Երևի կյանքի օրինաչափությունն է այսպիսին բոլոր բնագավառներում տեսնել վատը, հասկանալ, որ մենք անհամեմատ լավ պայմաններում ենք ապրում, իսկ մեր բժիշկներն էլ անհամեմատ լավ պայմաններում են գործում։